ես ուզում եմ մի կոնկրետ հենց բժշկության օրեր պատմեմ, որ վարդեղբայրը մարգարեության բաներ ասել ինձ, որ անեմ հավատքով ու ասել է եւ որ անես Տերը բժշկելու է քեզ։ Հիշում եմ մի անգամ հենց այդ առաջի քիմիայից հետո իմ քիմիաթերապևտը ասեց առաջի քիմիայից ոչ մի փոփոխություն չի լինում։ Մինչև այդ վարդեղբայրը աղոթել էր իմ համար։ Գնացի ասեցի, չէ, ես միևնույնն է, ուզում եմ հետազոտեք ինձ, որտեղ ես վստահ եմ, որ փոփոխություն է եղել։ Ինքը սենց հուսահատված նայեց, ասեց, մենք կհետազոտենք, բայց դու ոչ մի բանի մի սպասի, միևնույնն է, փոփոխություն չկա։ Ասեցի, ոչինչ, դուք հետազոտեք։ Ու հենց այդ առաջի քիմիայից հետո, վարդեղբոր աղոթքից հետո գնացի ու տեսա, որ արդեն փոքրացել է։ Այն կատաղությունը այդ ուռուցքի 70% էր։ Դուք պատկերացրեք, այդ մի քանի օրում ինքը արդեն 7 սանտիմետրից դառել էր 10 ու ավել սանտիմետր։ Ու այդ բժիշկներն էլ ընդհանրապես հույս չունեին, որ ինչ-որ մի բան պետք է փոխվի։ Ու եւ որ իմ քիմիաթերապևտը տեսա, որ այդ ուռուցքը արդեն փոքրացել է մի քանի օրվա մեջ, Անդրանիկին ասել էր, «Ըստ հրաշքա, սենց բան չի կարա լինի, ընդհանրապես սենց բան չի լինում բժշկության մեջ»։ Ու դե այդ բան ես այդտեղ չեմ եղել, բայց հետո ասեցի փառք Տիրոջ, այդ Տերն է արել։ Ու երկրորդ քիմիայից հետո վարդեղբայրը մեր տանն էր, ասեց մի հատ աթոռ դրեք տան մեջտեղը։ Դրեցինք, իմ համար աղոթեց վարդեղբայրը, մարգարեացավ, հետո աղոթեց բոլոր երիտասարդների համար։ Եվ որ գնացի էլի հետազոտման, հենց հաջորդ օրն էր, պարզվեց, որ այդ ուռուցքը կրկնակի է փոքրացել։